Ամբողջ աշխարհը ողջունում է Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու կապակցությամբ, իսկ մեզ մոտ այդ փաստը կարծես թե ավելի մեծ մտահոգություններ է առաջացրել։ Ինչու եւ ինչ զարգացումների կարելի է սպասել այս պարագայում։ Թեմայի շուրջ այսօր կզրուցենք քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանի հետ, բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան, շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես ինչու է դրական լույսի ներքո ներկայացվող լուրը իրադարձությունը մեզ մոտ նոր մտահոգություններ է առաջացնում։ Ասենք նրանից, որ այլ կերպ լիներ չէր կարող, ես նկատի ունեմ ողջունելու պահը, որովհետև ցանկացած երկիր կարող է Հայաստանի հանդեպ իր ուրույն վերաբերմունք ունենալ, Ադրբեջանի ուրույն, Հարավային Կովկասի ճակատագրի նկատմամբ եւ այլն, բայց այսօրվա աշխարհում այսպես բաց ասել, որ խաղաղությունը վատ է կամ ինչ է ստորագրել, անկախ տեքստից ինչ որ է գրված է, տեքստը պաշտոնապես հրապարակված չի, չնայած կարծեմ բոլորը հասկանում են ինչի մասն է խոսքը, սա ինչ որ երկրներ կան, որ դա ֆորմալ է, երկրներ կան, որ իսկապես կարծում են, որ սա ինչ-որ մի թնջուկի լուծում է, երկրներ կան, որ ոգևորված են, որ սա շահեկան է Ադրբեջանի համար եւ այլն, այսինքն բազում կարող են մոտիվացիաներ լինել։ Իսկ մտահոգությունը բնական է, եթե մենք այս երկրում ենք ապրում, ուղղակիորեն մեր մաշկի վրա ենք զգալու դրա հետևանքները, ապա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, անկախ իրենց այսպես առնչությանը բարձր եւ պարզապես քաղաքականությանը իրավունք ունեն մտահոգվելու, իսկ ինչու կբերի դա խաղաղություն, կբերի դա մեր սեփական ինքնիշխան երկրում արժանապատիվ ապրելու հնարավորության, թե ընդհակառակը ուղղված է դրա դեմ։ Մտահոգությունները դրա հետ են կապված եւ կարծում եմ դրանք բացարձակապես լեգիտիմ են, եթե մենք ապրում ենք այս երկրում, մենք անտարբեր լինել չենք կարող։ Հասարակական տրամադրությունները այնպեսին են, կարծես թե մենք ոչ թե մոտենում ենք դեպի խաղաղության այս ամենով, այլ հակառակը կարծես թե ավելի մի քիչ հեռանում ենք։ Այդ պատկերացումները անհիմն չեն, այդ պատկերացումները անհիմն չեն։ Կա Ադրբեջանի հստակ նպատակը դառնալ Հարավային Կովկասում դոմինանտ այս 3 գոնե պետությունների մեջ, 3 գումարած 3-ի, տակի 3-ի դոմինանտ է, այսպես միջանկյալ դեր զբաղեցնել, իհարկե դա չի կարող լինել առանց Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի կամ գոնե դրանց երկուսի գոնե համաձայնության առանց եւ իրենք դեսուվերենիզացիան Հայաստանի դա իրենց պաշտոնական ծրագիրն է, որի մասին խոսվում է շաբաթը 2 անգամ ամենատարբեր մակարդակներով, սկսած Ալիևից վերջացրած պրոպագանդիստներից եւ բնական է, որ Ադրբեջան Հայաստանը վերջնականապես դեսուվերենացնելու լավագույն ձևը լիարժեք ջախջախումն է ռազմական։ Դա տրամաբանական է, դա շատ ցավալի տրամաբանություն է մեզ համար, բայց մենք իրավունք ունենք մտահոգվելու, որովհետև եթե Ադրբեջանը նույնն է, Ալիևը նույնն է, նպատակները նույնն են եւ պարզապես տարբեր հանգամանքների ճնշման տակ փոխվում են միջոցները, իսկ այդ առումով ադրբեջանական եւ թուրքական դիվանագիտությունները շատ ճկուն են։ Իրենք ռազմավարությունը միշտ պահում են նպատակը ռազմավարական, բայց կարող են հարմարվել հանգամանքներին շատ արագ եւ բազմիցս կարճ ժամանակահատվածում։ Իրենց ընդհանուր նպատակը նույնն է եւ այդ առումով մենք այո մտահոգ ենք, որ Ադրբեջանը եւ ստորագրումը կամ չստորագրելը ցանկացած առիթ օգտագործելու է Հայաստանի վերջնական դեսուվերենիզացիայի համար։ Կարծիք կար, որ Ադրբեջանի համար անսպասելի էր, անակնկալ էր, որ Հայաստան այդ վերջին 2 չհամաձայնեցված կետերին համաձայնեց, թե վերջին շրջանում կարծես մեր բարձրաստիճան պաշտոնյաների խոսքում ինչ-որ ակնարկներ այդ մասին կային։ Եթե նույնիսկ ակնարկներ կային, պետք է ֆորմատը նայել, չէ՞, ուղարկվում են առաջարկներ, այնտեղ ամիսներով, շաբաթներով քննվում են, պատասխան է գալիս, այստեղ այդ ֆորմատի մեջ ինչ-որ միջանկյալ է, մինչև պատասխանից պատասխան, չի ընկալվում որպես վերջնական ինչ-որ որոշում եւ այլն։ Կարևորը պատասխանն է վերջի հակառակ կողմի վերջի առաջարկներին։ Եվ երբ որ պաշտոնապես հնչեց Հայաստանի Հանրապետության ամենաբարձր մակարդակով, Փաշինյանի արտգործնախարարի, որ Հայաստանը գնում է այդ 2 կետի, դա արդեն փաստեն պատասխանն էր ադրբեջանական առաջարկներին։ Եվ դա արդեն իրենք ընկալեցին, գուցե եւ անակնկալ էր, որ որպես վերջնական, բայց եթե նկատել եք պայմանները, հավելյալ պայմանները սպասեցնել չտվեցին իրենց, այսպես ասենք 24 ժամ էլ չանցավ,
արդեն հանրաքվեի հարցը բարձրացվեց, հա, բարձրացվեց Մինսկի խումբի լուծարման, իսկ դա ընդհանրապես աբսուրդ է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը չի կարող լուծարել այն ինչ որ ինքը չի ստեղծել։ Նա կարող է հանդես գալ, որ ասենք իմաստ չի տեսնում այդ խմբի գոյության, բայց նույնիսկ այդ դեպքում որոշումը կայացնում է ԵԱՀԿ-ն, Մինսկի խումբը եւ մեծ առումով ԵԱՀԿ-ն, եւ այնտեղ շատ երկրներ կան, որոնք բացարձակապես այլ կերպ են տեսնում դա։ Փաստորեն Հայաստանը ընդունեց Բաքվի բոլոր պահանջները։ Կարծես թե քաղաքական դաշտում այստեղ բոլորը նույն կարծիքին են, բայց նույնիսկ իշխող կուսակցությունը։ Արդյոք սա տվյալ իրավիճակում ամեն այսպես ռացիոնալ քաղաքական որոշումներ։ Ես կարծում ոչ իհարկե, որովհետև եթե միշտ պետք է միջոցները առանձին քննարկել, որ դա էլ է կարևոր, միջոցները շատ կարևոր են, բայց վերջնական նպատակը, ես կրկնում եմ, եթե հակառակ կողմի վերջնական նպատակը Հայաստանի դեսուվերենիզացիան է, ապա ցանկացած զիջում ոչ թե փոխում է վերջնական նպատակը, այլ ընդհակառակը տալիս է համոզմունք հակառակ կողմին, որ այդ նպատակը ավելի հասանելի է, քան երեք էր։ Այս համաձայնությունից առաջ նա պակաս հասանելի էր, հիմա առավել հասանելի է։ Չգիտեմ, պրայ հայտարարությունը շատերը քննադատում են, ոմանք փորձում են պաշտպանել, ես չեզոք կասեմ, բայց հարցը նա է, որ Ադրբեջանը դա անցալեց որպես եւս մի ցանկացած այդպիսի հարց, որտեղ լսվում է այո, օբյեկտիվորեն ընկալվում է Ադրբեջանի կողմից որպես եւս մեկ քայլ Հայաստանի ամբողջական դեսուվերենիզացիայի։ Մեր դեպքում, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին դա հասկանա իր մաշկի վրա, դա չի կարող վերջնականը լինել առանց բախման։ Այսինքն դա հեռացում չի բախումից։ Դու Ադրբեջանին տալիս ես հիմք մտածելու, որ բախումը ավելի մոտ է եւ ավելի արդյունավետ կլինի, քան դրանից առաջ էր։ Չհամաձայնեցված երկու կետերից մեկը վերաբերում էր եվրադիտորդներին եւ ավելի շատ թերևս այս կետն է շարքում կամ քննարկվում եւ ոմանք ասում են, որ դա չի նշանակում, որ եվրոդիտորդները այս համաձայնագրի ընդունումից հետո կվերցնեն ու կհեռանան Հայաստանից, կարող են սահմանից հեռանան 1 կիլոմետր հեռու կամ 2-3, չգիտեմ ինչքան մի քիչ խորքը, բայց շարունակեն իրենց գործունեությունը Հայաստանում։ Կարելի է պայմանավորվել մեր եվրոպացի գործընկերների հետ։ Եվրոպացի գործընկերների հետ կարելի է պայմանավորվել, բայց մենք կրկնում ենք, մենք փաստորեն ոչ մի դաշտ չենք առել նոյեմբերի 9-ի հայտարարությունից, երկիմաստ կետերի, որոնք մենք իբր կարող ենք մեր կերպով բացատրություն տալ, հա, մեկնաբանել, իսկ ռուսական եւ ադրբեջանական կողմը ասեն կարող են մեկնաբանել այլ կերպ։ Այդ դասը չենք քաղել։ Ուրեմն հենց հիմա արդեն ակնարկվում է, որ սա երկիմաստ կետ է, որ Հայաստանի Հանրապետությունը մի կերպ է դա անցալում։ Ադրբեջանը ակնհայտ է, որ ընդհանրապես եվրոպացու հետ եւ հոտ կներեք չի ուզում Հայաստանում տեսնել, ակնհայտ է, հա։ Եվ հիմիկվանց մեզ ասում են, որ կրկնվելու է նոյեմբերի 9-ի 9-րդ կետի պատմությունը, որը դառնալու է շանտաժի, կոնֆլիկտի, բախման, չգիտեմ ամեն ինչի հիմք։ Եվ դա մոտեցում է խաղաղությանը, տրամաբանությունը այստեղ որն է, որքան պարզ է տեքստը եւ որքան միանշանակ է, այնքան երկիմաստ եւ երկկողմանի տարբերվող մեկնաբանությունների տեղը քիչ է մնում։ Արդեն մեզ այս գլխից ասում են, որ Ադրբեջանը այս կետը այսպես կհասկանա, բայց մենք կփորձենք պնդել, որ այսպես է, չէ, Ադրբեջանը հստակ հասկանում է, որ Եվրոպական միությունը Հայաստանից պետք է գնա ընդհանրապես։ Իրենք Եվրոպական միությունը դիտարկում են եւ ոչ առանց հիմքերի, որպես թշնամական կառույց։ Էլ չեմ խոսում ֆրանսիացիներ եւ այլն, դա իրենց համար բոլորովին անընդունելի ուժեր են, քաղաքական առումով, տնտեսական, առավել եւս ռազմաքաղաքական առումով։ Եվ այդ առումով իհարկե մենք կրկնում ենք նոյեմբերի 9-ի սխալը, որը կարող է շատ ավելի թանկարժանա, քան նույնիսկ նոյեմբերի 9-ը։ Քաղաքագիտական շրջանակներում այսպիսի համոզմունք կա, որ Ալիևը երբեք չի ստորագրի այդ համաձայնագիրը, պայմանագիրը, ոմանք հակառակվում են, այդ թվում նաև, չասեմ հակառակվում են, հակառակ տեսակետ ունեք։ Դուք ձեր ազատ արար հարթակում այսպես եք ասում, որ մի օր կիմանաք, որ Ալիևը ստորագրել է, դա կլինի մեկ շաբաթից կամ մեկ ամսից, ինչևէ, դա կլինի։ Որտեղից այդ համոզմունքը եւ ինչ կլինի դրանից հետո։ Ալիևը հակված չէ ստորագրել բնականաբար, նա փորձելու է երկարացնել այդ գործընթացը տարբեր տեսակի հավելյալ պահանջներով եւ այլն, որովհետեւ Ադրբեջանը ակնհայտ է, որ գործընթացից ճնշումից ավելի շատ է ստանում, քան արդյունքից։
փաստորեն ինքը գրեթե ամեն ինչ ուզում էր, ստացել է այս գործընթացում, եւ որքան երկար է գործընթացը, իր պատկերացումով ժամանակ իր օգտին է, բայց քանի որ աշխարհում գնում են գործընթացներ, Թրամփը հայտարարել է, որ խաղաղություն պետք է լինի ամբողջ աշխարհում, չնայած շատ կասկածելի իր քաղաքականությունը եւ իր այդ խոսքերը այդ կաներ իրար չեն բռնում, բայց փաստը մնում է փաստ։ Քանի որ տեսնում ենք, որ ամբողջ աշխարհը կարծես այդ օրվանն էր սպասում, որ ասեն, որ Հայաստանը եւ Ադրբեջանը դուք ինքներդ նկատեցիք, թե ինչ ողջավորություն կամ Իրանն է ողջունում եւ Եվրոպական միությունն է ողջունում եւ առանց Ամերիկան է ողջունում, Ռուսաստանն է իհարկե ամենամեղմ ողջունելը Ռուսաստանինն է։ Հարցը դա է, որ կարող են հանգամանքները արտաքին ստիպել, որ հավանական է, որ կստիպեն, մեծ հավանական է, որ այս խաղը անverջ չանալի չի կարելի տանել։ Լավ, ինչ ստացանք այս փուլում, ստորագրենք, հետո մտածենք դրանից հետո ինչ ենք ստանալու։ Եվ ես սա այն բանն է, որ նույնիսկ Հայաստանի Հանրապետության ղեկավարները կարող են շատ տհաճ անակնկալի։ Այսինքն դա ամենայն դեպս չի նշանակում, որ եթե պայմանագիրը եղավ, ստորագրվավ, չի լինի պատերազմ։ Գուցե դա կնվազեցնի պատերազմի հավանականությունը։ Ինչ որ փուլում, ինչ որ ժամանակաշրջանում։ Եթե նույնիսկ ինքը որոշ փուլում նվազեցներ, դա վատ արդյունք չէր լինի մեր իրավիճակում։ Բայց ես նույնիսկ դրան համոզված չեմ։ Այդ թղթի կտորը Ադրբեջանի համար ոչինչ չի նշանակելու, ավելին։ Այսինքն հետո Ադրբեջանը օրինակ կարող է Հայաստանին սկսել մեղադրել, որ պայմանագրի ինչ որ կետեր են։ Ես հենց դա եի ուզում, դա կարող է հանդիսանալ հիմք բախման լեգիտիմիզացիայի, որտեղ հիմա բոլորը հասկանում են, որ Ադրբեջանի հղումը նոյեմբերի 9-ի հայտարարությանը դա անիմաստ բան է, Ադրբեջանը չունի որևէ իրավական հիմք։ Ինքը դա կարող է օգտագործել որպես իրավական հիմք հարձակվելու համար։ Օրինակ այն կետը, որ ես արդեն ասեցի։ Տևական ժամանակ այսպիսի զգացողություն էր, որ Ադրբեջանի Ալիևի պարագայում ինչ-որ սպասողական իրավիճակ է, հա, եւ հիմա կարծես թե ինչ-որ Ամերիկայից ազդանշաններ կան, հա, որ Ալիևը ինչ-որ սկսել է գործել, կոնկրետ գործողություններ գնալ։ Օրինակ բերենք նաեւ վերջին օրերի արդեն 7-ից ավելի, եթե չեմ սխալվում, ապատեգատությունը սահմանային կրակոցների մասին։ Նաև Ալիևը կարծես թե սկսել է ինչ-որ համակրանքի ժեստեր անել ամերիկյան վարչակազմի եւ կոնկրետ Թրամփի հասցեին։ Ինչի մասին է այս ամենը։ Բնական է, որ ես այստեղ հորետես եմ եւ ունեմ մի քիչ հատուկ կարծիք։ Ես կարծում եմ, որ այս պայմանական Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը, եթե ժամանակին դա Սովետական միության եւ Գերմանիայի միջեւ էր, հիմա Տրամպի ադմինիստրացիայի եւ Պուտինի միջեւ պակտ արդեն կա։ Նա ոչ թե պատրաստման փուլում է, նա արդեն գոյություն ունի։ Գրավոր է, բանավոր է եւ այլն, մենք դա հետո պատմաբանները կիմանան, ինչպես գաղտնի պրոտոկոլը Մոլոտով-Ռիբենտրոպի, բայց այն արդեն կա։ Եվ ակնհայտ է, որ Ադրբեջանին ծայրահեղ դիսկոմֆորտ է եվրոպական այս ամբողջ հակամարտության մեջ պայմանական եվրոպական ուկրաինական ճամբարում լինելը բազում պատճառներով, սկսած ներքին քաղաքականից վերջացած արտաքին քաղաքական պատճառների, եւ իրեն շատ լավ ինքը կարող է պատկերացնել այդ Ամերիկայի, Ռուսաստանի համատեղ հովանու ներքո որպես պրոյեկտ։ Եվ գնում է այսպես հետախուզություն, թե արդյոք այդպես է նախանշված պայմանավորվածությունների մեջ, ինչ դեր է հատկացվում Հայաստանին, ինչ դեր է հատկացվում Ադրբեջանին։ Այն ակնարկները կամ տեքստերը, որ գալիս են ամերիկյան կողմից, որոնք բաց են, կարելի է այսպես հասկանալ, որ Հայաստանի վրա հարձակվելու դաբրոն մենք ընդունված է վերում դասերը տրված չի, Վոլցի վերջի հայտարարությունը ստորագրել պայմանագիրը, բաց թողել ռազմագերիներին։ Հա, ըստ որում ռազմագերիներին բաց թողելը կապ ունի նաև Թրամփի ընտրողների մի զգալի մասը դա ավետարանական քրիստոնյաներն են, շատ մոլերանտ հավատացյալ, եւ այնտեղ դա շրջանառվում է որպես մահմեդական երկրի կողմից քրիստոնյաներին ճնշելու ակտ։ Այսինքն ինքը նաև թուրք է տալիս ներքին իր ընտրողի կարծիքին, դա շատ կարևոր կարծիք է այսօր, առավել կան կարևոր իր համար։ Հարցը այն է, որ Ադրբեջանն պատերազմ սկսելու հնարավորություն չունի Ադրբեջանը, եւ այդ պայմանագիրը պետք է ստորագրվի։ Այդ Վոլցի հերապսազանգի մասին շատ է խոսվում, շատ է քննարկում։ Տեսեք, եթե այսպես պարզ հասարակ մարդու դրամաբանությամբ փորձենք հասկանալ, վերլուծել, Վոլցը ասել է, որ պատերազմը պետք է ավարտվի կամ դադարեցվի, գերիները պետք է վերադարձվեն։ Եթե
հանկարծ ինչ-որ էսկալացիոն քայլերի է դիմում Ադրբեջանը, սա նշանակում է, որ ամերիկյան վարչակազմի ասելիքը չի ընդունվում, մերժում է կամ, ասենք Թրամփի խոսքը Ալիևը մերժում է։ Դա այս փուլում դա անհնար է, Ադրբեջանը դրան չի գնա, բայց վերջնական նպատակը ես կրկնում եմ չի փոխվում եւ այստեղ մենք պարզ պետք է հասկանանք, որ լավագույն առիթը Հայաստանի հետ բախման մեջ մտնել ավաղ դա Իրանի դեմ ռազմական գործողություններն են, ինչ որ երկրների կողմից, որտեղ Ադրբեջանը միանում է հակաիրանյան կոալիցիային եւ ինչ որ ռազմական գործողությունների տարածաշրջանում ստանում է լեգիտիմ իրավունք։ Ամենաարկածախնդրական, բայց ցավոք ամենաիրական սցենարը դա է։ Եվ Ադրբեջանի տեղավորվելը ավելի մոտ Թրամփի ադմինիստրացիային, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Իսրայելի հետ հարաբերությունների ավելի սերտացումը, դա իրենց տեսակետից նախապատրաստում է այդ սցենարի, որ կգա մի X ժամ, որտեղ Ադրբեջանին կասեն, թե ինչ ուզում ես արա, բայց դու պետք է աջակցես ինչ-ինչ ռազմական գործողությունների։ Տպավորությունը նախնական որևէ 100%-ով ոչ մեկ չի կարող ասել, այնպեսին է, որ Ամերիկան մի քիչ այլ կերպ է տեսնում, Ադրբեջանի մասնակցությունը չպետք է ռազմական հետևանքներ ունենա Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի Հանրապետության համար։ Հիմա տեսեք այդ Վոլցի հեռախոսազանգից հետո այդ սահմանային ապատեգատվությունը սահմանային գրակոչների մասին շատացել են, այսօր արդեն երկրորդն է գրանցվել, սա ինչի մասն է խոսում։ Սա խոսում է, որ նախապատրաստում Ադրբեջանը լարված վիճակում է շատ, Ադրբեջանը փորձում է իր ստորագրելը, ես խոսեցինք արդեն դրա մասին, որքան հնարավոր է երկարացնել չստորագրելը, մինչ այն պահը, երբ պատին դեմ կհասնի եւ ստիպված կլինի ստորագրել։ Բայց քանի որ այդ ստորագրելը համաձայնեցված չի լինելու հայկական կողմի հետ, ես ասում եմ, որ դա նաև տհաճ անակնկալ է լինելու Հայաստանի կառավարության համար։ Շնորհակալություն եւ վերջին հարցս, տեսեք Թրամփը ակնհայտ է, որ խնդիր ունի, կոնֆլիկտ ունի Եվրոպայի հետ, ձեր բնորոշումով նույնիսկ ատում է, Եվրոպան։ Եվրոպական միությունը։ Եվրոպական միությունը, Եվրոպան։ Սա չի նվազեցնում չի թուլացնում մեր նկրտումները դեպի Եվրոպա։ Ես նույնիսկ ես հասկանում եմ, որ ամբողջ Ամերիկան չէ, որ Թրամփի կողմնակիցն է, բոլորը այդպես այդպես չէ։ Որ Հայաստանի ձգտումը դեպի Եվրոպա շատ ավելի երկրորդական է, քան Եվրոպայի ձգտումը դեպի Հարավային Կովկաս։ Հիմա շատ ավելի լեգիտիմ հիմնավոր հարց է, արդյոք Եվրոպան իր նկրտումները մտնել Հարավային Կովկաս, մասնավորապես Վրաստան եւ Հայաստան չի թուլացնի, քանի որ դրան դեմ են Միացյալ Նահանգները։ Ակնհայտ երևում է, որ ընդհակառակը ինտենսիվացել է։ Թե ինչպես Հայաստանը դրան ռեակցիա կտա, դա արդեն ներքին քաղաքականության հարցեր են, դա մենք կարող ենք առանձին քննարկել, բայց շուտով մենք Շտայնմայերի, չէ, Գերմանիայի Հանրապետության, Դաշնային Հանրապետության նախագահի ենք սպասում, եղան բարձր պաշտոնյաներ, Ադրբեջանը այցելելու։ Այո, այնտեղ ինքը ուրեմն հանդիպելու է Ալիևին եւ ՀԿ-ների ներկայացնին, այսինքն քաղաքացիական հասարակության։ Հայաստանում ծրագիրը շատ ավելի երկարատև է եւ խոր է։ Դա հարցը բարեկամ ճշնամի հարցը չի։ Ադրբեջանը պոտենցիալ անդամ չէ Եվրոպական միության։ Հայաստանը եւ Վրաստանը պոտենցիալ անդամ են։ Ինչ փուլում էլ ուզում եմ մենք լինենք, ինչպիսի կառավարություն լինի Հայաստանում եւ Վրաստանում պոտենցիալ տեսակետից, Եվրոպայի տեսակետից, դա Եվրոպա է, Ադրբեջանը ոչ։ Իրենք շատ ուրախ կլինեին, որպեսզի հայ-ադրբեջանական հարաբերությունները լինեին շատ ավելի լավը, քան այսօր են, դա իրենք համարում են շահեկան, բայց ես նույնիսկ հերավոր միտք որևէ գործչի մոտ եվրոպական երբեք չեմ հանդիպել, որևէ վերլուծական փաստաթղթում, որևէ պաշտոնական փաստաթղթում, որ Ադրբեջանը դիտարկվում է որպես Եվրոպայի մաս։ Շնորհակալություն, այսքանը։ Հարգելի հեռուստադիտողներ, մեր հյուրն էր քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը։